Հայ-Էկոնոմ բանկի համար 2025 թվականը կայուն զարգացման, ռազմավարական թիրախների իրագործման, նոր ձեռքբերումների և ֆինանսական հիմնական ցուցանիշների տպավորիչ աճի տարի էր։ Բանկին հաջողվել է ամրապնդել դիրքերը շուկայում, բաժնետերերի, կենտրոնական բանկի ներկայացուցիչների, գործընկերների ու հաճախորդների մասնակցությամբ կայացած տարեկան ժողովում ամփոփվեցին 2025-ի արդյունքները։ Հայ-Էկոնոմ բանկի շահույթը աճել է 39%-ով, կազմելով 12.6 միլիարդ դրամ։ 2025 թվականը բավականին հաջողված տարի էր Հայ-Էկոնոմ բանկի համար։ Մենք կարողացանք այս տարի բավականին լավ դիվիդենդներ վճարել մեր բաժնետերերին, որը նախորդ անգամվա վճարածից 2.5 անգամ բարձր էր։ Աճը պայմանավորված է եղել նորարարական ծառայությունների ներդրմամբ և պրոֆեսիոնալ լուծումներով։ Մասնավորապես AEB Mobile հավելվածում ինտեգրվել է IMID նույնականացման համակարգը։ Ներդրվել են AEB Leasing և խնայողական հաշիվ պրոդուկտները, թողարկվել է Mastercard World նոր քարտատեսակը։ Բանկի պարտատոմսերը հասանելի են դարձել նաև AEB Mobile և AEB Online համակարգերում, ինչպես նաև գործարկվել է Arca QR համակարգը։ Ակտիվները բանկի աճել են 14.6%-ով, կազմելով 604.5 միլիարդ դրամ, հաճախորդներին տված վարկերը աճել են 17.3%-ով, տարեվերջին կազմելով 401 միլիարդ դրամ մոտավոր, ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները աճել են 20.3%-ով, տարեվերջին կազմելով մոտավոր 94 միլիարդ դրամ։ Հայ-Էկոնոմ բանկում ստանդարտ վարկերը տարեվերջին կազմել են պորտֆելի 98.8%-ը։ Զուգահեռաբար բանկը շարունակել է ակտիվ գործունեությունը միջազգային հարթակներում, կնքելով $126.5 միլիոն և 8 միլիարդ դրամի վարկային պայմանագրեր, որոնք ուղղվել են միկրո, փոքր ու միջին բիզնեսի, կանաչ նախագծերի, կին և երիտասարդ ձեռներեցների, գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորմանը։ Բանկի հաջողությունները գնահատվել են նաև միջազգային հեղինակավոր կառույցների կողմից։ Ասիական զարգացման բանկի կողմից Հայ-Էկոնոմ բանկին Սինգապուրում շնորհվեց 2025 թվականի առաջատար գործընկեր բանկ Հայաստանում մրցանակը։ Raiffeisen Bank International բանկի կողմից Հայ-Էկոնոմ բանկը արժանացավ միջազգային վճարումների որակի գերազանցության մրցանակի։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից Հայ-Էկոնոմ բանկն արժանացել է առաջատար ՓՄԶ բանկ Հայաստանում մրցանակին։ Բանկի կայունությունն ու առաջընթացը բարձր է գնահատում նաև գլխավոր դրամատունը։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի խոսքով Հայ-Էկոնոմ բանկն այսօր ոչ միայն ամուր դիրքեր ունի շուկայում, այլև պատրաստ է թվային դարաշրջանի նոր մարտահրավերներին։ Շատ ուրախալի է, պարոն Սուքեսյան, լսել, որ ունենալով տրադիցիոն հին ստանդարտ հաճախորդների սպասարկման ուղիները, այսօր թվային սպասարկման ուղիների վրա էլ բանկը մեծ ուշադրություն դարձնում ու բանկը համագործակցային ոճով մասնակցում է բոլոր տեսակի ֆինանսական վճարային ծառայությունների մատուցման մեխանիզմներին ու իր հաճախորդներին հնարավորություն է տալիս։ Կարևոր համարելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Հայ-Էկոնոմ բանկը 2025-ին շուրջ 270 միլիոն դրամ է ուղղել կրթական, մշակութային, առողջապահական և սոցիալական ոլորտների աջակցությանը։ Հաշվետվությամբ ամփոփվեցին դեռևս նախորդ տարի Հայ-Էկոնոմ բանկի և զինվորի տան միջև մեկնարկած ծրագրի ընթացիկ արդյունքները։ 50 միլիոն դրամ է ուղղվել վերականգնողական կենտրոնին։ 5 հոգի այս տարի ընդունում ենք աշխատանքի հաշմանդամներին, որոնք կարողանան իրենց ժամանակը անցկացնել ավելի արդյունավետ և ունենան աշխատավարձ, և երկրորդ փուլով նաև 4 հոգի փորձաշրջան են անցնում։ Այսօր մեր տղաները ամբողջությամբ ինտեգրվում են հասարակության շերտերում, անգամ նրանց ֆիզիկական տկարությունը դա չի խանգարում, նրանք ստանում են կրթություն, բարձրորակյալ վերականգնողական բուժում և գրեթե ներառական ամբողջական ծրագրերը իրականացված են։ Սա շատ մեծ ոգևորություն էր, որովհետև տեսնելով այս 32-ի հաջողված փորձը, մեր մյուս տղաները նույնպես ցանկություն հայտնեցին այդ կրթությունը ստանալ և կարծում եմ, որ մոտ 100 զինհաշմանդամ այս ծրագրի շրջանակներում այլևս կկարողանա 1-2 տարվա ընթացքում գտնել աշխատանք։ Բանկը հայտարարեց նաև նոր համագործակցության մասին։ 15 միլիոն դրամ կհատկացվի Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամին, որ կարողանան նոր մրցաշար անցկացնել։ Շատ կարևոր եմ համարում սոցիալական պատասխանատվության հարցը մեր Հայ-Էկոնոմ բանկի կողմից և համարում եմ դա
զուտ մարդկային քայլ։ Առաջին անգամ է, որ կազմակերպելու է մրցաշար, կազմակերպելու է դեկտեմբերին կանանց ծանրամարտի առաջնություն, հնարավոր է նաև միջազգային առաջնություն լինի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայ Էկոնոմ բանկին գլխավոր գործընկեր լինելու համար, կարևորելու սպորտը երեխաների կյանքում եւ ընդհանրապես հիմնադրամին աջակցելու համար։ Հայ Էկոնոմ բանկը հավատարիմ մնալով իր որդեգրածուհուն շարունակում է գործունեությունը որպես կայուն, վստահելի եւ հեռանկարային ֆինանսական կազմակերպություն, նպաստելով բանկային համակարգի արդյունավետ զարգացմանը, իսկ բանկի գործունեության հիմքում բաժնետերերի, հաճախորդների եւ աշխատակիցների շահերի համադրումն է։